Ճիշտ եմ ասել, որ Հայաստանում պետք է շատ մրցումներ կայանա։ Ես դա արել եմ ժամանակին։ Ինչքան շատ մրցում, այնքան շատ ճանաչում, այնքան շատ շփում մարզիկների հետ ու այդքան շատ հնարավորություն մեր մարզիկների համար տեսնել, սովորել, գնալ առաջ ու կերտել նոր հաղթանակներ, մեծ հաղթանակներ ստորիվ այս փորձը։ Ուրարտու բասկետբոլային ակումբի մասին երկու բան։ Ինչպես է հանդես գալիս։ Այսօր չէ, էլի խնդրում եմ, Ուրարտուն 7-ից 7 հաղթել է առաջնությունում, ամեն ինչ նորմալ է, բայց դա այլ թեմա է, եկեք այսօր խնայենք նյարդերս, որ Արմանին լավ երկրպագի։ Պարոն Գիլոյանի, Միշտ էլ այդպես է եղել, ով եկել Հայաստան մրցումների, շատ մեծ սիրով է այստեղից հեռացել, անպայման վերադառնալու ակնկալիքով, ես դա որպես անմիջական կազմակերպիչ եմ ասում, մարդով դրանով զբաղվել է երկար տարիներ, վստահեցնում եմ, որ ցանկացած մրցում, որ այստեղ անցկացրել ենք, այնքան բարձր մակարդակով ենք անցկացրել, այնպիսի բարձր նշաձողով, որ բոլորն էլ ուզել են հետագայում հետ գալ ու նոր մրցումների մաղթան։ իսկ մենք հնարավորություն ունենք երբևէ UFC խաղթել։ Դա արդեն այլ թեմա է, այստեղ դա մասնավոր լիգա է, լիգայի ղեկավարներն ու պրոմոութերները պիտի որոշեն։ Դա պետության որոշելիքը չէ, դա այսպես սովորական մյուս մարզաձևերի առաջնություններ չեն, որ հայտնանք, բերենք եւ այլն։ Այստեղ մասնավոր է եւ մասնավոր ինքը պիտի որոշի, բայց եթե պայմաններ առաջարկեն ու Հայաստանում լինեն մարդիկ, ովքեր կարողանան շահագրգռել, հետաքրքրել, ապա ինչու՞ չէ, ինչն է պակաս, որ տեսեք հանդիսատեսը լիքը համալիրը հրաշալի պատրաստ է այս ամենին, վստահ եմ, որ այդ օրը հեռու չէ, երբ որ այ Արմանի հերթը գա գոտու համար մենամարտելու, շատ հավանական է, որ այդպես կարող է լինել։